ձեր նախկին թիմակից Սևակ Խաչատրյանը դաշնակցության ցուցակով է առաջադրել է չնայած շատ նորմալ է, իր ցանկությունն է եղել, ինքն էլ առաջադրվել է։ Դուք հիմա կապ ունեք իր հետ, ինքը այսպես ասած ձեր թիկունքին էլ կանգնել չուր տալիս, որ լուսաբանը ինձ էր Իսկ հիմա որ դուք մամուլում եք, կտեսնեք, որ հնչեց, որ ժամանակին, ինչ-որ լրագրողներին խոչընդոտել է մուտքը, ինքը ներողություն է խնդրել և հայտարարության հանդես է եկել։ Բայց ինչի՞ չէ, որ ձեր պաշտպանությունը լուսաբանում, ձեր գիտական գործունեությունը փորձում էր Դրա համար իրենից հարցրեք, ինքը այն ժամանակ մեկնաբանել է։ Դուք չներվեցիք, որ ձեր գիտական գործունեության առաջընթացը փորձում են կոծկել և թույլ չտալ, որ լուսաբանել պարոն Մարգարյան։ Գիտեք, ես էլ իմ կարծիքն եմ այն ժամանակ, չէ՞ որտեղ ես պատրը շտաբում եմ։ Հիմա դուք իմ ժամանակ ձեզ հավատավոր մարդը տեղափոխվեց այսպես ասած ճամբարափոխ եղավ։ Ինքը ժամանակին հանրապետական կուսակցությունից էր և հիմա իր կուսակցական լիդերը կասեցվել է։ Առաջ Խաչակենտրոն Քայլեք ներողություն Շարեթական դիմումի դիման վրա է, Այո։ հեռացվել է։ Կոնկրետ դետալներին չեմ տիրապետում, բայց չէ, չի հեռացվել, կասեցված է։ Կասեցվել է անդամությունը ՀՀԿ-ին, ինչպես է մեկ այլ կուսակցության հիմնադիր անդամ դարձել, եթե կասեցվել է, պիտի դադարեցվի։ Այլ հիմնադիր անդամ է, թե ոչ։ Այո, առաջ Խաչակենտրոն կուսակցության հիմնադիր անդամներից է։ Եթե տեղյակ եք, պարոն Մարգարյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ձևավորված քաղաքական ուժ է առաջը։ Եվ փաստորեն դաշնակցությունը դաշնակցում է Պարոն Մարգարյան, ներողություն, առաջի հետ եւ ի վերջո ինչպես էր ստացվել, որ ձեր առանձնատան հասցեն գոլդեր, հա, բոլորը նայում են կողքը խառը թվերը եւ մեջտեղը ձեր 77.7 Շատ շնորհակալություն այդ հարցի համար, անընդհատ մամուլում խոսում են եւ շարքում են։ Նայեք, տեսեք, որ թվականին այդ հասցեն եղել եւ ընդհանրապես ով է որոշումը ստորագրել։ Հաստատ իմ ժամանակ չի եղել, չէ՞ ի վերջո որպես ցանկացել այդպիսի թիվ ունենալ տան վրա։ Ինչու եք այդպիսի։ Գիտեք, սեփականատերը շատ ցանկություններ կարող են ունենալ, բայց տրամադրողը չէ նաև պետք է։ Բայց դուք ինչ եք այդպես գոլդ թվերի սիրահար, ինչ տարբերություն, եթե օրինակ Տներ Բաբաջանյան փողոցն է, չէ՞։ Իմ բախտն է բերում է ինձ գոլդ թվեր են հասնում։ ձեր առաջկա քաղաքական պլանների մասին է պարոն Մարգարյան խորհրդարանական Հանրապետական կուսակցությունը ոնց կորոշի, այդպես ես կառաջնորդվեմ։ Եթե հանրապետական կուսակցությունը որոշեց խորհրդարան, ուրեմն խորհրդարան։ Քաղաքապետի աշխատանքը Ինչ որոշեց Երևանի քաղաքապետի, հետևում եք Երևանի քաղաքապետի աշխատանքին։ արդյունավետ է արդյոք աշխատում գործող Գիտեք, քաղաքային տնտեսությունը գործող օրգանիզմ է։ Մի օր արդյունավետ կլինի, մի օր անարդյունավետ կլինի, մի օր խնդիրներ կլինեն, մի օր չեն լինի։ Մեկից 5 բալային ցանդրակում որքան կգնահատեք Եկեք գնահատականներ չտանք, գնահատականները տալիս են ժողովուրդը, ընտրությունները։ Պաշտոնավարման ժամանակ, հիմա աղագին ժամանակ եք ունեցել վերլուծել, հետ դառնալ մտքով, ձեր պաշտոնավարման ժամանակ ո՞րն է եղել գլխավոր ամենամեծ սխալը, որի համար զղջում եք։ Գիտեք, աշխատանքի մեջ սխալներ լինում են, մենք մեր սխալների համար մեր ներողությունը խնդրել ենք, բայց ելի եմ կրկնում, քաղաքային տնտեսությունը իր ամենօրյա մարտահրավերը ուներ եւ ամեն օր խնդիրներ կային, ժողովուրդը սկսում էր ավելի պահանջկոտ լինել եւ քաղաքային իշխանությունը պարտավոր էր այդ պահանջները բավարարել։ Դրա համար մենք շատ մեծ ծրագրեր ենք իրականացրել եւ որոշ ծրագրեր կիսատ են մնացել, հույս ունենանք այս քաղաքային իշխանությունը ավարտին հասցնել։ Ապօրինի գույքի գործով դատաքննության մասին ինչ հաղորդեք, ինչ փուլում է ձեզ ձեր ապօրինի գույքի Վերջի սահմանադրական դատարանի որոշումից հետո դեռ դատ չի եղել, ըստ դրա հասկանանք դատախազությունը ինչ է ներկայացնում նոր կարգավորում։ Ներողություն, ինչու մարդկանց հետ չեք կիսվում, ինչպես քիչ աշխատավարձով հսկայական կարողություններ ունենալ, թող մարդիկ էլ, ձեր փորձը կիսվեք, իրենք էլ այդ հարստությունը շքեղ առանձնատները։ Իսկ ինչ գիտեք, որ չեն կիսվում։ Կիսվել եք, հա։
Օրինակ հիմա Եթե կասեք դուք էլ ուզենաք ձեր առանձին կգաք կիսվեք։ Հակապետի աշխատավարձով հսկայական շքեղ առանձնատուն, հողատարածքներ, բնակարաններ եւ այլ թանկարժեք գույքեր ունեն։ Գիտեք դրա համար ապօրինի ծագումով, հա, Ես բացարձակ ապօրինի բառը չտվեցի, ասեցի ինչպես է։ Ես ավարտեմ։ Խնդրեմ ասեք։ Դրա համար դատարանում է, մենք դատարանում այդ հարցերին կպատասխանենք։ Այսինքն ձեր գույքի օրինականությունը ձեզ համար վիճարկելի չի, դա ապօրինի չի, ինչպես դատախազությունը։ Դա օրինական գույքերով ձեռք բերված գույք է։ Ինչպես է հաջողվել կիսվեք հանդրության հետ մարդիկ կարիքի մեջ են ապրում իրենք էլ Դատարանին որ հետևեք, դատարանում կկիսվենք։ Այո։